զրուցակիցը Շանթ Չարչաֆյանն է, ով ծնվել մեծացել է Միացյալ Նահանգներում, պատերազմից 2020 թվականի պատերազմից առաջ տեղափոխվել է Հայաստան, այնուհետև հայտնվել Արցախում եւ մինչեւ էթնիկ զտումը արցախցիների բնակվում էր Մարտունի շրջանում։ Ողջույն Շանթ եւ շնորհակալ եմ, որ եկաք։ Բարևներ, շնորհակալ եմ հրավերին։ Մերսի։ Նախ ուզում եմ խոսենք այսօրվա եկել եք այստեղ չմնալու համար, չէ՞, նորից վերադառնալու եք։ Վերադառնալու եք եւ ստեղծել եք ֆոնդ, որը կոչվում է Հիմնադրամ մարդասիրական Լորիկ։ Ինչու Լորիկ եւ խնդրեմ պատմեք ինչի մասին է այս ամենը։ Ճիշտ է, ինքը ծնավ 2020-ի պատերազմից։ Ես կացել էի արձակուրդի, մտքումս միշտ կար, որ հայրենաթարցը լամ, վերաթարնամ հայրենիք, վերաթարնը լսելով, այսինքն իբր հայ Հայաստան, երթանքոն փուն արմատներս արևմտյան Հայաստան գլամ, բայց այսինքն իմ Քերթաստանս հույս ունեի միշտ, որ Հայաստանում ես կգազմեմ իմ ընտանիքս։ Քացի Հայաստան արձակուրդի այդ 20-ի պատերազմը սկսավ, փորձեցինք օգնել, ինչպես որ կրնայինք մարդասիրական, կամավորներուն, տարբեր ցևի եւ այդքեց յետք հիմնադրամը այդպես կազմվավ։ Նոյեմբեր 9 եղավ, ինչ գումար մնացել էր, ասենք շարունակենք աշխատանքը, գնացինք Արցախ եւ Լորիկ մարդասիրական հիմնադրամը հիմնեցինք, անցյալ 2020-ին մինչեւ 2023-ի սեպտեմբեր 28-ը ես կինս մի հատ երեխա ունեինք եւ պատերազմի ժամանակ սեպտեմբերի 20-ին ծնվեց մեր երկրորդ երեխան հենց այդ ռմբագործության տակ եւ բոլորի հետ մենք ալ տեղահանվեցինք էթնիկ զտման։ Ես համոզված եմ շատերը տեսել են ձեր տեսանյութերը այդ շրջափակման օրերին, երբ որ հաճախ տեսանյութեր եք նկարում Մարտունի գյուղից եւ այլն։ Հիմա խնդրում եմ պատմեք հիմա ինչ օրինակ որպես արցախցի որտեվ արցախցի եք բադիվը ունեմ այո ինձ տված են ինչ հույս ունեք արդյոք մտածում եք որ պիտի հետ գնաք թե ինչ եք մտածում եւ ընդհանրապես շփվում եք արցախցիների հետ իրենց մոտ ինչ զգացողություն է չէ այլ դարբերակ չկա այսինքն այլ դարբերակ չկա արցախցին պիտի վերաթարնա Արցախը նորեն պիտի լինի հայկական եթե այդպես չի լինի ուրեմն Հայաստան քոյություն պիտի չի ունենա հայ ազգ Հայաստան հայրենիք չի գրնար քոյատևել առանց Արցախի սա բան չէ փիլիսոփայական ցավով Հայաստանի իշխանությունները Արցախի անուն լսելուց ներվայնանում են այսպես սա ջղաձգվում են եւ այլն Ադրբեջանի բռնակալն էլ մյուս կողմից ասում է որ կվերացնեմ ընդհանրապես բոլորիդ Ես կսիրեմ գնահնդրեմ իրենց բռնապետությունը սել ոչ թե կառավարություն եւ occupation government Որ մեկը Ադրբեջան թե նույնն է ներկայացնում Երկուքն է մեր հողերու վրա մեզ ջնշող թրքական նպատակները առաջ տանող երկու հատ պետություններ են մեկը թուրքերին պատկանող Ադրբեջանն է մեկն էլ մեր Հայաստանն է որ հիմա թուրքից ավելի թուրք ոչ ունի մեր ժողովրդին իշխելու ես եթե հույս ունիմ այս ներկայի կառավարության վրա, որ մի հատ լավություն մըլա հայասկին, ոչ, Արցախցուն փնավ, անգարելի է, ասմարտիկը Արցախը գադեն, ոչ թե չեն սիրեր, ոչ թե չեն ուզում, ոչ թե սակարգության մի հատ քիցար քարտեր տվին, ինչ են է, չէ, սրանք Արցախը ադում են, Արցախցուն ադում են, այսինքն թուրք սպոսաշրջիկը ավելի հանգիստ կուքա կհասնի Երևան, կբդտի ուզածը կանե, կորս քայլելու ցևերը կանե, բայց արցախցին մի քիչ ավելի ջնշված է դժբախտաբար։ Այ որպես արցախցի հիմա ես եթե չեմ սխալվում վաղը հանրահավաք է նախատեսված Երևանում, այն սոցիալական այդ վիճակի մասին է, թե եւ ոչ միայն այն։ Սկզբից օգնություններ էին տալիս, հետո ինչ եղավ, մի քիչ այդ մասն էլ պատմեք։ Կարծես թե կրճատել են, ինչ են արել։ Այո, նախ շատ չփարթացնենք, որ այդ օգնությունները հասան, չհասան, սև ենք հասան, բոլորին սև ենք հասան, թեկուզ բոլորին չեն հասնում, բայց այդ օգնությունը միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի տրամ, դրսից էլ են, չէ, գումարներ եկել։ Այո, ես մարդիկ կան, որ կուզեն աբացուցել, որ ընկեր, դու ասում ես, որ այս կառավարությունը ադում է Արցախցում, բայց հիմա ցեզ օգնում է վարձով, փանով, չգիտեմ ինչով։ Ասի, ընկեր, իրենք դա չեն անում մեր օգտին, իրենք դա անում են իրենց օգտին, որ Եվրոպայից, չգիտեմ ինչից, այդ գրանտերը, փողերը մարդասիրական ստանան, ու դրա վրայով մի քանի քոբեկ մեզի գցեն, այդ քոբեկնա մեզ չի մնում։
Սպախտապար վարձվորները նայում են, ասում են, «Ձեր ընտանիքը քանի հոգուց է կազմված»։ 4, ուրեմն դուք ստանում եք 50, վարձ կլինում է 200,000։ 6 հոգի եք, 300,000։ Տենց է։ Գնում է դանդիրոջ, այդ մնում է տնտեսության մեջ, էսի խաղեր են։ Իրենք գուզեն Արցախցին արդեն ցուլվի, հերանա հայրենիքից, որ այդ Արցախյան շարժում չլա, պահանջատեր հատված չլա, եւ մենք դառնանք Նախիջևանցիները։ Ուր են ընկերս, ուր են։ Կա հիմա Նախիջևանցի համայնք, քաղուտ, բան, էսի չկա, գոյություն չունի։ Իրենք կուզեն մենք նույնպես այդպես լինենք, դրա համար Լորիկ հիմնադրամով մեր ծրագիրը կփորձի ադորթեն պայքարիլ իր մի քանի միջոցներով։ Խնդրեմ պատմեք ինչ նախաձեռնություններ ունեք, ինչ ծրագրեր։ Մեր գլխավոր ծրագիրը բռնի տեղահանված արցախահայերուն դուներով ապահովելն է։ Մշտական բնակարան։ Որտեղ։ Հայաստանի մեջ։ Գլխավոր նպատակը գլար համայնքներու վերագառուցում, այսինքն բոլոր գյուղացի կես մի գյուղից բերենք էս մի ուրիշ գյուղը։ Բայց հիմա գիտենք մեկի համան մեկը ցուրտնա սիրում, մեկը դակնա։ Այսինքն բոլոր համագյուղացիներին հավաքել միտեղ։ Փորձենք միտեղ։ Այսինքն ես այդ նպատակով այսինքն քացի, ինչպես 1918-ին ցեղասպանությունեն հետո մեր արևմտյան Հայաստանի հայերուն փորձեցին այդ տարածաշրջան սասունցիներ եկեք այստեղ, մշեցիներ եկեք այստեղ, դրաբիզոնցիկ եկեք այստեղ, որ այդ փարփարը պահպանվի, մշակույթը պահպանվի եւ մեկը մյուսին թիկունք կայնի։ Նույն ցավը սկացող մարդը, նույն այդ ճանապարհը անցած մարդը շատ ավելի հեշտ իր կողքին կհասկանա եւ ցերկ կերկարի։ Հիմա ներկայիս մենք արդեն ունենք 11 ընտանիք, որ ստացած է մշտական տուն։ Հիմնադրամի միջոցով։ Այո, հիմնադրամի միջոցով 5 հատ կգտնվին նույն գյուղին մեջ, որ Լորի շրջանին մեջ է, Լորի մարզի մեջ է, Դաշիրի մոտ, այդ գյուղին մեջ եւ իր կողքի գյուղերնալ այդ Դաշիրի այդ 5 կիլոմետրնոց շարավի որ գծես, մի քանի հատալ ընտանիք կա, իսկ մույսերը մի քիչ ավելի տարածված են թշպախտապար, որովհետեւ իրենք մեր նահատակված հերոսներու ընտանիքներն են եւ իրենց հետ մի քիչ ճգնություն է պետք, որովհետեւ մարդ կա, որ Էսի շատ ցավում եմ մորեսի ասեմ, մարդ կա որ փառք է տալիս, որ քերեզման ունի գնալու ծաղիկ տնելու։ Մեր շատերը չունեն։ Մարդ չգիտեր, որ Արցախում էս 23 թվին մարդ կա որ հուղարկավորեցին, ետ հանեցին, ճանապարհին մնաց, ետ հուղարկավորեցին այդ Արցախում։ Հիմա մարդ կա որ իր հարազատը երափլուրում է, իր փոքր աղջիկը պիտի գնա բժշկական համալսարան, լավ ուսանող է, իրեն բան տված են, թոշակը բանը գրտաթոշակ տված են բան, այդ ընտանիքին ասեմ եկեք Դաշիր, իրենց համար չի համընկնում։ Ուրեմն մեր ծրագիրը սենց երկու թև ունի։ Մեկը փորձենք, այդ որ գյուղից է եկել, գյուղի մեջ բոլորը միասին պահենք արցախցիներ, զարգացնենք շատ ընտանիքներ լան, որ փարփարը պահպանվի, մշակույթը պահպանվի, մեկը մյուսին թիկունք կայնի եւ որ մեր սահմանները զորացնենք, գիտար բոլորին չբերենք Երևան։ Գյուղացի մարդուն, այդ որ ոչ խարկով բաներ պահում, բերեմ 4-րդ հարկ կվարտիրա տնեմ, ինչ իմաստ ունի։ Գիտար, մարդը պիտի վարժվի։ Իդեպ այդ մասին խոսում են նաև Արցախի իշխանությունը, այսպես ասենք վտարանդի կառավարությունը հիմա։ Իրենց այդ համագործակցություն կա, թե ոչ։ Գաբեր կան, շփում կա եւ այսինքն մարդու իրավունքներու պաշտպանը, բանը տարբեր մարդիկ Արցախը փոքր երկիր է։ Եթե մի հոգու չես իմանում, մի հոգու հարցնես ինքը իմանում է։ Գիտար, ուրեմն հաճախ կլա որ ես մի բանի օգնություն պետք ունեմ, մարդոց կսեմ, գտիմեմ, իրենք ուրիշներու գտիմեն կամ իրենցից այդ մարմիններից ոչ թե իբր մարմին թիմող շանթի, բարձ, այսինքն ես քեղամնեմ գանչում եմ շանթին, մի հատ կին գա օգնություն պետք ունի։ Իմացար այդ աստիճանի եւ գուզեի մեկ բան մշեշտել նախքան առաջ գնանք այս դունի ծրագիրներու վրա։ Գուզեմ մարդիկ մեկ բան հասկանա, որ մենք այդ անցյալի սխալները չենք ուզեր կործել, որտեղ մարդիկ մեկ-մեկ էս մարդասիրական, փարեսիրական նայում են, ասում են, որ դուք մարդկանց ցրիակերության եք վարժեցնում։ Տեսեք, ես այդ հիմար սպյուրքահայը չեմ, որ բարդ փող եմ ուղարկում եւ հույսով
ասում եմ թող մի բան լինի։ Ձուկ տալու փոխարեն ձուկ բռնել է պետք սովորացնել, հա, այդպես։ Մենք տեսեք 88-ի երկրաշարժից հետո քանի անգամ մարդ պատմած է, որ դուն ստացել են, ծախել են, էս են արել, էդ են արել։ Մենք հիմա դուները դալիս ենք, բայց հիմնադրամն է դունը դան դերը։ Մենք կնքում ենք պայմանագիր ընտանիքի հետ, որ այդտեղ կմնաք 10 տարով ծեր դունը կլինի, ծեր անվանափոխենք։ Ոչ վարձ կա, ոչ բան կա, տարբեր բան չկա։ Մենակ չեք կարա ուրիշին վարձով տալ կամ sense բաներ անել հարցերցնել։ Հեսա որ մարդիկ սխալ չնեն եւ մենք մոնիթորինգը միշտ անում ենք եւ այդպես է մարդոց պետք է միջոցներ տանք, որ մնան հայրենիքում, զարգանան, աշխատին եւ մեր երկիրը զորանա։ Շատ լավ, ինձ հուշում են մեր Երևանի տաղավարից հարցեր ունեն մեր գործընկերները, խնդրեմ։ Շանթ, նախ նշեմ, որ շատ ուրախ եմ քեզ տեսնել Alpha News-ի տաղավարում, շնորհակալ եմ, որ հյուրընկալվել ես մեզ, եւ իմանալով թե որտեղ ես եղել պատերազմի օրերին, իմանալով թե որտեղ ես եղել վերջին սեպտեմբերյան հարձակման ժամանակ, եւ ուզում եմ, որ այս հարցին նաեւ քո կարծիքն ու պատասխանը հնչի, քո տեսակետը նաեւ լինի։ Պատերազմից հետո եղավ մի հայտարարություն, Նիկոլ Փաշինյանի կինը հայտարարեց, որ ունեցել ենք 11000 դասալիկ։ Այս հայտարարությունը միայն սոսկ հայտարարություն չէր, դրան հետևեցին այլ հայտարարություններ եւս, մինչև վերջերս եղավ ազգային ժողովի նախագահի մակարդակով հայտարարություն մնայիք կռվեիք տոնով հայտարարություն, շատ կոշտ տոնով։ Ուզում եմ, որ պատմես, թե մնացել ու կռվել են, թե դասալիքներ եղել են, ինչ է կատարվել Արցախում պատերազմի ժամանակ, վերջին հարձակման ժամանակ, ոչ թե բնակչության շրջանում։ Ես գիտեմ, որ դու ունես այդ տեղեկությունները, այլ առաջին գծում, ինչ էր կատարվում այնտեղ։ Կախվեք։ Խոսիմ կապի մեջ ենք։ Հա, ուրեմն դասալիքների մասներ հարցում անին, եթե կապը վերականգնվել է։ Հա, վերջին մեկ հատվածը հարցումին փախցուցի, բայց կարծեմ բավականին կարող եմ կրկնել, խնդրում եմ, որ այո, կապը արդեն կարգավորվել է, կարող եմ կրկնել։ Խնդրում եմ, որ պատմես, թե ինչ էր կատարվում պատերազմի ժամանակ եւ վերջին հարձակման ժամանակ։ Ոչ թե բնակչության շրջանում դրա մասին շատ ենք լսել եւ գիտենք եւ կարող ենք հասկանալ, այլ առաջին գծում կռվել ենք, դիմադրել ենք, մնացել ենք, մեզ այդ կռվելն էր պակասում, թե մեզ ուրիշ բան էր պակասում։ Չէ, ոչ մի ցևի մենք չենք կռված, մենակ 200-ատ, 300-ատ սատկած թուրքեր կան Մարտունու մատույցներում։ Տեսեք, մեր հենց իմ դանս թիմացը, Մարտունու թիմացը կա 334 մարտական թիրքը, որ Գոհակ Սրբավայրի այդ անունով է այդտեղը։ 20-ի պատերազմից յետ, երբ որ Հայաստանի վարչապետ կոչեցյալ Փաշինօղլուն ագնան եւ Խարվաճարը եւ տարբեր հատվածներ մեր հայրենիքից ծրի հանցնեց թշնամուն այդ գելց խաղաղության հավատալով ինքը բերեց թուրքը 6, 7, 8, 9, 10 կիլոմետր հեռուից եւ ոչ թե իրեն հանցնեց ակնան եւ ասավ լավ այդտեղ նստեք, բերավ թրավ ամենաբարձր թիրքերու վրա, բոլոր քյուղերը։ Մարտունու մասին ես կգնամ շատ լավ պատմել, Արցախի մնացածը թողեմ մույսներին, բայց Մյուրիշեն, Ավտուր, Նորշեն, Հացի, բոլոր այս քյուղերը բերին թրին հենց քյուղացիներու գլխին, այսինքն մի քանի 100 մետրի վրա։ Այդ մեր Մարտունու քաղաքի թիմացի 334 մարտական թիրքը որ պատերազմը սկսվեց ժամը 1:05-6-7 րոպե անց, այդ թիրքում գային ամենաշատը 10 տղաք։ Ենթարկվեցին շատ վատ ռմբակոծության եւ այդ մեր տղաքը դժբախտաբար մեծամասամբ նահատակվեցին։ Մնացել էր 1-2 ողջ մեր տղոցմե։ Մենք ունենք վերևից օթով նկարված, մենք ունենք թիմացի սարից, Ղուրուչուղ կոչվող սարից մեր տեսախցիկով հերվից նկարված մեր պայքարը, տղոց տված պայքարը։ Երբ որ հարձակումը սկսվեց, մեծ մասը նահատակվեցին, մի ժամ չանցած արդեն աչքով երևում էր, որ թուրքը վենավ մոդենում է, գալիս է 50, 60, 70 հոգի կհաշվես, քայլում են թեպի մեր
այդ տղոց post-ը։ Դժբախտաբար ես չեմ եղել այդտեղ այդ պահին։ Դժբախտաբար ես այդ գրվին մասնակից չեմ եղել։ Կուզեք թասալիկս էլ, ինձ ասեք։ Բայց ես գիտեմ, որ մարդուն հա ինձ ասեք, հա ես մենականան չի, այնտեղ էլի մարդիկ ասում են, մնայիկ կարծեմ Ալեքս Սիմոնյանն է։ Մնայիկ կռվեի։ Ես փախել եմ, ինձ մի հարկեք, բայց ես ունեմ Մարդունու շրջանով, ռայոնով տված է 31 նահատակ ու սատկեցրել է դրա 10 անգամը ազերիներ, okay, եւ իրենք պահել են քաղաքը։ Մեր քաղաքապետը Ազնավուր Սաղյանը փառք իրեն պատերազմի, այսինքն 1-1.5 ժամ մեջ, որ արդեն ժամը 2:30 էր գերեվի եւ մեր թիրքը համարյա թե կորսված էր արդեն։ Այդ երկու ողջ մնացած դղերքը իդ քաշված էին, իրենք խումբով ով որ կար իր աչին ցախին, գնացին որ բարձրանան այդ թիրքը իդ քրավեն, թե չէ մեր քաղաքն են մտնելու ժողովրդին, մորթելու են։ Իցար ինքը գնաց պրոժիլե, բոյժիլե, չգիտեմ, հակուս, մակուս թակվեց, չէ, տղան կոստոմով գնաց, սարը բարձրացան։ Մենք այս տեսա հոլովակը ունենք, էսի, որ ինչպես 6-7 հայ քաչեր, բարձրացել են այդտեղ, ժամը 2:30-ին, 3-ին, եւ ինչ ցեվի պայքար տված են թուրքերին թեմ։ Էսենց այզի նման քարերու վրայով, մաքլցելով, նռնակը գլխին նետելով, դժբախտաբար այդ խմփակի շատերն ալ Ազնավուրը մեջը, Սևակը մեջը, շատ ուրիշներ, չսկսեմ անուններ տալու, մեկում փած թողեմ, նահատակվեցան։ Հիմա այդ կառավարություն կոչվածը այս ընտանիքներուն հոգ տանումա չէ։ Կներեք, բայց բոլորը մնացել են իրենց ամուսինը, զավակը նահատակված, իրենք թե անդուն, թե առանց օգնության, եւ դժբախտաբար, այսինքն այսպես է, ես ծրագիր պիտնեմ, փան պիտնեմ, որ դուներով ապահովենք։ Իցար բարեփոխտաբար մեր նվիրատուներուն շնորհիվ հիմա մեր Մարդունու 31 այդ ռազմական զոհերից, որ ունենք 4 հատին գրծած ենք ապահովել մշտական բնակարանով։ Ինձ տեսեք հոկտեմբեր 4-եր 5-էր, ես սեպտեմբեր 28-ի առավոտ 2-3-ին 38 ժամ ճանապարհին լինելուց հետո հասանք Հայաստան։ Ես պիտի չի երթայի Երևան, որտեղ ես գիտեի, որ եթե երթամ սրանց տեսնեմ փողոցը միտեղ, ես պիտի ցերպակալվիմ, չգիտեմ ինչ պիտի լա, վատ բան պիտի լա։ Բայց լսեցինք, որ կա մեր ընկերոջ մարմինը հասել է Հայաստան մի կերպ, Ելափլուրում թաղումը կա։ Գնացինք Ելափլուր թաղումն, հետո տեսանք, որ աշխարհով մեկ ոչ մի ծրագիր չկա, բան չկա, չեն ուզում են այս թեման փակել մարդիկ։ Այո։ Ուզում են փակեն, որովհետև 30 տարի աշխատել են բոլորին համոզելու, որ չէ, քո ձուլության պատճառով չէ, որ դու աշխատանք չունես, կորց չունես։ Արցախցու խնդիրն է։ Բոլորը ինչ վատ բան կա աշխարհի մեջ, Արցախցու խնդիրով է։ Հիմա էլ են մեղադրում Արցախցու։ Այո։ Այսինքն եթե չես զոհվել այնտեղ, հա, ես պետք է մեր դու դասալիկ ես, հիմա էլ եկել ես նստել ես Հայաստանի բյուջեի վրա, այդպես են ներկայացնում, չէ՞։ Այդ թշնամանքի սերմանումը դու զգում եք ձեր վրա Երևանում։ Երևանում եք, չէ՞ դուք։ Չէ, ես որ այդտեղ էի, Երևան չէի թիմանար, մենք Ստեփանավան էինք մնում, այդ վերջինս տեղահանումից հետո արդեն ծրագիրը աշխատանքը հոնալ լորի մարզ դաշիր շատ մոտ էր հոն։ Ես զգում եմ դժբախտաբար զգացել եմ իրենց ճակերտյալ բարեկարգված ոստիկանության մեջ, երբ որ սեպտեմբեր 28-ից 2-3 օր ետ գայնեցրել են եւ ինձ ասեն բախի աբա չունես, եղի աբա հովակրություն չունես, ասեմ ընկեր 9 ամիս էս ավտոն նստել է բլոկադայի շրջափակման մեջ, բենզին չկա, ինչ ես աբայից խոսում։ Շանտ եւս երկու հարց եմ ուզում տալ ու ամփոփենք։ Նախ, ինչպես ասացի, վաղը, եթե չեմ սխալվում, Երևանում հանրահավաք է։ Ինչի մասին է հանրահավաքը։ Այսինքն մոտարապես գիտենք, բայց եթե տեղեկություններ ունեք։ Մենք չկոչենք ասիկա արցախցիներու իրավունքներու պաշտպանություն։ Սա ընդհանուր հայ ազգի իրավունքներու պաշտպանության մի հատ պայքար է։ Վաղը ժամը 15:00-ին, ամսի 29-ի, մարտի ամսի 29-ի 15:00-ին ժողովուրդը հավաքվում է Երևանի մեջ, իրենց ցայնը լսելի դարձնելու, որովհետև հիմա կան մի քանի հստակ պահանջներ, մենք ունենք քերիներ, Բաքվի մեջ, կան մարդիկ, որ 20-20-ից ի վեր այդտեղ են։ Նախ իրենց պետք է Հայաստանի կառավարությունը պահանջի իրենց ազատ արձակվելը, թիվ 1, երկրորդ Արցախահայերուն, որ տեղահանված են, իրենց այդ սոցիալական ծրագիրները քեշով, լավով, ինչ որ են, պետությունը հիմա մտադիր է կրճատել կամ բոլորովին ոչնչացնել։
Հիմա ինչ պիտի լա, Արցախից մնացել են իմ հաշվարկներով, ասենք 75-80,000 հայ հիմա մնացել է Արցախցի Հայաստանում։ Էս էլ կրճատեն, էդ էլ կանցնի կեսի, արդեն կվերջանա։ Էս հիմա մենք շատ անգյունաթարցային պահ կապրենք, որ հիմա շատ լուրջ պահ մնե, որ եթե հիմա ճիշտ որոշումներ առնենք, մենք կարող ենք Հայաստանի բնակչությունը 100,000 լավ պատերազմ տեսած փորձառու մարդկանց հետ զորացնել բնակչության թիվը կամ կրնանք թողել, որ 100,000-ով պակսի։ Մենք ինչն ենք ուզում։ Ուզում ենք ասմարտիկը դառնան սփյուռքահայ, ցուլվին, հետո փող հավաքենք, որ թբրոց սարքենք Սփյուռքում, որ հայերեն սորվեն։ Ընկեր, այսօր արեք, որ մեր հերոսներու տղերքը չմատնվին Սփյուռքահայի այս կյանքին։ Եվ վերջին հարցը լորիկ հիմնադրամը։ Եթե մեր հերոստատիտողների մեջ կան մարդիկ, ընդհանրում ամենտեղ մեզ դիտում են Սփյուռքի բոլոր համայնքներում, այդ թվում է Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ, ուզում են օգտակար լինել ձեր ծրագրին, ինչպես կարող են կապվել ձեզ հետ։ Մենք ունենք կայքեջ, թրած եք պաստարացեր էջին վրա, lorichf.org, այդ կայքեջից կրնան մտնել տեսնել մեր անցյալի ծրագիրները, աշխատանքները եւ նվիրատություն ունենալ, նաեւ Facebook-ում բոլոր էջերը կան անգլերեն լորիկ։ Իդեպ լորիկը ինչ անուն է։ Լորիկն է, թե անգլիաց ասեմ, եղբորս աղջկա անունը լորիկ է, մի քանի ուրիշ անուն փնտրեցի, վեբսայթը արածի։ Շատ սիրուն անուն է։ Էդի բռնեց։ Մի խոսքով on-line, նաեւ մեր միջոցով իհարկե, Alpha News-ը եւս կարծես թե այդպես հարթակ է համահայկական։ Շատ շնորհակալ եմ շնորհակալ զրույցի համար, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Մեր բոլորին։